Քիչ առաջ հարգելի բարեկամներ հերթական պոստը արեց Հայաստանի 16-րդ վարչապետը, որտեղ ըստ էության ասում է, որ ժողովուրդը պետք է լուծի Գարեգին Բ կաթողիկոսի հարցը եւ որ մենք հայերս հայ առաքելական եկեղեցու հետևորդներս պիտի ունենանք իսկապես սրբազան հոգևոր առաջնորդ։ Փաշինյան Նիկոլ, եթե մենք իսկապես սրբազան հոգևոր առաջնորդ ունենանք, դա քո շահերից ընդհանրապես չի բխում, որովհետև ունենալ իսկապես սրբազան առաջնորդ նշանակում է ունենալ մի առաջնորդ, ով մի այնպիսի կյանքով է ապրել, ում վրա քո կեղտոտ ԱԱՑ-ն, քո կեղտոտ կառավարությունը չունեն կոմպրոմատներ։ Եվ դա այդպիսի մարդու ղեկավարումը եկեղեցու քո շահերից չի բխում։ Ունենալ իսկապես սրբազան առաջնորդ, սա կնշանակի, որ անպայմանորեն նա առաջին բաներից մեկը, որ կանի, գնահատական կտա, թե ինչպես է նախկին ռեժիմը կեղեքել երկիրը, թե ինչպես է նախկին ռեժիմը քեզ հետ միասին բեմականացրել 18 թվականի կեղծ հեղափոխությունը, եւ թե ինչպես եք դուք ձեր ավանտյուրայի հետևանքով տնավեր դարձրել տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, թե ինչպես եք դուք Արցախը ձեր քաղաքականության պատճառով ինչպես է Արցախը հայաթափվել եւ թե ինչպես եք դուք տասնյակ հազարավոր տղաների սպանել եւ կամ վիրավոր դարձրել։ Այնպես որ իրապես սրբազան առաջնորդ քո շահերից չի բխում։ Փաշինյան Նիկոլ, դու ուզում ես ունենալ մի կաթողիկոս, ով զգաստ կկանգնի քո դեմը, այնպես ինչպես իրենց երդումը դրժած ազգային անվտանգության ծառայության գեներալները, գնդապետները, այնպես ինչպես իրենց երդումը դրժած բանա գեներալներն ու գնդապետները։